Ողջույն մեր շատ սիրելի YouTube-յան նորվիսի հետևորդներ, այս անգամ մենք հերթական թողարկման ընթացքում կխոսենք ապագայի կերտման մասին։ Ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրերին Նորվիս Mentoring կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի խմբային հանդիպումների պատասխանատու Այդա Վարդանյանը։ Ողջունում եմ Նինա։ Ես նույնպես ողջունում եմ եւ անհատական հանդիպումների պատասխանատու Աննա Գալստյանը։ Ես եւս ողջունում եմ Նինա։ Ինչպես եք սկսել ձեր օրը։ Ես իմ օրը սկսել եմ անուշաբույր թեյ ըմպելուց։ Իսկ դու Աննա ջան։ Իսկ ես սկսել եմ ամենասիրելի սուրճից։ Քանի որ ձեր օրը արդեն լավ սկսել է, ուզում եմ մի փոքր խոսենք ապագայի մասին։ Օրինակ, երբ ձեզ ասում են ապագան իմ ձեռքերում է, ինչ եք դուք պատկերացնում, ինչ եք հասկանում այդ եզրույթը լսելուց։ Ես պատկերացնում եմ, որ մեր քայլերը հանգեցնելու են մեր ապագային եւ բնականաբար կախված նրանից թե այս բանի մենք ինչ քայլ ենք կատարում, դրանով կերտվում է մեր ապագան։ Հետեւաբար կարեւոր է ինձ համար ընտրությունները ճիշտ կատարել, որովհետեւ ինչպես նշեցի, ամեն ինչ անդրադառնում է ապագայի վրա։ Ես էլ միանշանակ համաձայն եմ Աննայի հետ եւ կարծում եմ, որ մեր որոշումներից է բխում մեր ապագան եւ կապ չունի թե ինչ դժվարությունների կարող ենք հանդիպել կամ ինչ պատվիրավիճակներ կարող են ստեղծվել ապագայում, դրանից հետո միշտ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել։ Տեսեք, դուք նշեցիք, որ այո, մենք մեր գործոնը ունենք, ինձ հետաքրքիր է միշտ մենք կարողանում ենք վերահսկել այդ ամենը, թե ամեն դեպքում կան արտաքին գործոններ օրինակի համար։ Ես կարծում եմ, որ կան արտաքին գործոններ, կապված հասարակության, ընտանիքի եւ այլնի հետ կապված կամ մի շարք այլ գործոնների։ Բայց կարծում եմ նաեւ, որ հավասարապես եւ մեզնից է կախված եւ արտաքին հանգամանքներից։ Համաձայն եմ, մենակ նրա հետ կապված, որ իհարկե կան արտաքին գործոններ, հենց ընկերանային ընտանիքը, հասարակությունը եւ այլն, բայց իհարկե միշտ ինչ որ պահի պետք է զոհողությունների գնալ հանուն մեր ուզած ապագայի եւ եթե մենք ուզում ենք մեր արժեվ ինչ որ նպատակ ենք դնում, ապա մենք պետք է յուրաքանչյուր գնով փորձենք հասնել դրան, եթե վստահ ենք, որ դա այն է, ինչ իրոք մենք ցանկանում ենք։ Իսկ օրինակ տեսեք, երբևէ զգացել եք, որ որոշումներից հետո եք հասկացել, որ դուք ինքնուրույն եք կարողանում ինչ-որ որոշում կայացնել, որը կարող է նպաստել ձեր ապագայի կերտմանը։ Հիմնականում իմ դեռահասությունն անցել է ինքնուրույնության փուլում, բայց միևնույն ժամանակ դեռահասության տարիքում դժվար է հասկանալ ինչն է արդյոք քեզ համար լավ, ինչն է արդյոք դրական, բացասական, կապված արդեն այլ գործոնների ազդեցությունից, օրինակ շրջապատի, ու ավելի շատ հասկացել եմ երիտասարդ տարիքում եւ զգացել եմ հետևանքները դեռահասության տարիքի որոշումների։ Ես էլ կարծում եմ, որ դեռահաս տարիքում բավականին այսպես ինքնուրույն մարդ եմ եղել ու սիրել եմ իմ ուզածը անպայման առաջ տանել, բայց երևի թե ամենամեծ որոշումը, որ կայացրել եմ ու փոխել է դա իմ համար ամեն ինչ, դա արտասահմանում կրթությունը շարունակելն էր, իրականում միշտ ուզեցել եմ ծրագրի մասնակցել արտասահմանում հատկապես, բայց հենց երկարաժամկետ կրթությունս, երբ որ որոշեցի շարունակել արդեն արտասահմանում Պորտուգալիայում, դա եղավ ամենավճռորոշ քայլերից մեկը իմ համար։ Այսինքն կարող ենք ասել, որ ցանկացած թեկուզ օրվա ընթացքում կատարած փոքր որոշումները կարող են նպաստել մեր ապագայի արդեն ինքնուրույն լինելու հետ։ Օրինակ ինչ զգացողություններ ես ունեցել այդ ջան, երբ որ գնացել ես ու կրթությունը շարունակել ես, ու նաև Անջան ուզում եմ դու էլ քո փորձով կիսվես, որովհետև գիտեմ, որ դու էլ ես ծրագրերի մասնակցել եւ երկրից դուրս ես եղել, մի փոքր կուզենայի ես մասով էլ մի քիչ մանրամասնայիք, որ ավելի པարզ լիներ։ Իհարկե միանշանակ փոքր կայլերը նախ եւ առաջ մեզ բերում են ավելի մեծ արդյունքների, դա հաստատ, նույն մտքերը, որոշումները, այն մարդիկ, ում հետ մենք շփվում ենք, շատ մեծ ազդեցություն ունեն մեր ապագայի վրա, ու նաև իմ արտասահմանում սովորելու հետ կապված ամենամեծ ինձ թվում է դժվարությունը, բայց նաև փորձը կարելի է ասել, դա ամեն ինչ ինքնուրույն անելն էր, հա, մենակ ապրելը, մենակ գնումներ կատարելը, մենակ գումար տնտեսելը, խնայելը, ծախսելը, երբ որ ամեն ինչ դու ես որոշում կայացնողը պատասխանատուն դու ես, ինձ թվում է դա ավելի ու ավելի օգնում, որպեսզի ինքնուրույն լինես կյանքում եւ քո ձեռքերում վերցնես քո կյանքը։ Ինձ համար Եվրոպայում լինելը ավելի շատ գիտակցում էր, որ Հայաստանից դուրս կամ սահմաններից դուրս այլ աշխարհ եւս կա, եւ լինելը օտարերկրյա միջավայրում շատ առավել հետաքրքիր է հասկանալ, ինչ կարող ես անել, երբ չկա քո կողքին օրինակ հայրենակիցը կամ մեկը, ում հետ չես կարող ազատորեն շփվել, փորձելու ես մտքերը ձևակերպել առավել այլ լեզվով, առավել այլ ձևակերպմամբ, ու ինձ համար շատ հետաքրքիր էր մի փոքր բարդ էր հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի ճիշտ ինտեգրվել տվյալ իրավիճակում։
Իսկ օրինակ ինչ եք կարծում, երբ որ մարդիկ մտածում են ապագայի մասին, ինչը կարող է իրենց ավելի շատ վախեցնել այդ մտքից։ Դե ինձ թվում է առաջին հերթին անորոշությունը ամենաշատ վախեցնող բանն է։ Ինչ է լինելու, ինչի լինելու, որովհետև հենց արտաքին գործոններից մենք խոսեցինք, բաներ կան, թե որ մեզանից կախված չեն։ Բայց նաև շատ հաճախ մենք չգիտենք հաջորդ օրը ինչ է լինելու ու նաև թե ինչպես են մեր հետաքրքրությունները, արժեքները, ինչպես է մեր եսը փոխվելու ապագայում։ Եվ դա իհարկե վախեցնող է, բայց իմ կարծիքով միշտ շատ ավելի հետաքրքիր է, երբ որ ապագան անորոշ է, եւ դու փորձում ես տվյալ անորոշության մեջ նույնիսկ շարժվել առաջ եւ միշտ լավ ակնկալիքներ ունենալ։ Ես համիտ եմ Կերայտայի հետ ու կավելացնեմ նաեւ իմ կարծիքով վախը բարդվելուց կամ վախը չհաջողելուց, որովհետեւ մեր մշակույթում տարածված է, բայց միևնույն ժամանակ դա կապված է նաեւ անորոշության հետ։ Բայց կարծում եմ, որ ավելի շատ մտածելակերպի խնդիր է վախենալ ինչ-որ բան չհաջողել կամ օրինակ ավարտել համալսարանը ու որոշել, որ այդ մասնակցությունը քոնը չէ։ Տեսեք, օրինակ ես կարծում եմ, որ մարդիկ կարող են օրինակ երկու տեսակի լինել, ովքեր մտածում են, որ եթե ապագան պլանավորում են, այսինքն հստակ նպատակներ են դնում, կարող են միայն այդ տարբերակով հաջողության հասնել, եւ կան մյուս հատվածը մարդկանց, ովքեր մտածում են, որ ոչ ամեն դեպքում փոփոխությունները շատ կարևոր են եւ պետք է բաց լինենք, հա, այդ փոփոխություններին, պետք չէ ինչ-որ հստակ բաներ ունենալ, որովհետեւ կարող է կյանքը այնպեսի հնարավորություն տա քեզ, որից օգտվես, բայց չի նշանակում, որ եթե դա չկար իմ պլաններում, ուրեմն ես պետք է դա մի կողմ դնեմ, անտեսեմ ու դրան չանդրադառնամ։ Այնինքն դուք ինչ եք կարծում, որ տարբերակն է։ Ոսկե միջինն է կարևոր, թե ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ ինչպես նշեցիր, ոսկե միջինը, որովհետեւ կարևոր է պլանավորել, մոտավորապես տեսլական ունենալ, թե ուր ենք ուզում գնալ ու ինչու ենք ուզում։ Բայց միևնույն ժամանակ կյանքի մարտահրավերները շատ տարբեր են ու շատ ավելի կարևոր է այդ պահին ընդունել մարտահրավերը, ընդունել այն հնարավորությունը, որը քեզ տրվել է, կամ բաց թողնել ու մտածել կոնկրետ հաշվարկված քայլերի մասին։ Չեմ կարող չհամաձայնվել ընկերանայի հետ, բայց կասեմ, ես ավելի շատ երևի թե երկրորդ տեսակին եմ պատկանում, ինչ խոսք, ես սիրում եմ սպոնտանություն, ես սիրում եմ փոփոխություններ, իհարկե պլանավորումը իր տեղն ունի, բայց իմ կարծիքով երկարաժամկետ պլանավորումը ինքը շատ ոչ կայուն է, ոչ հստակ է, հա, անընդհատ կյանքը ինչ է ապացուցում, որ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, ու ինձ թվում է այս պահին ամենակարևոր հմտություններից հենց դա է ճկուն լինելը եւ պատրաստ լինել փոփոխություններին։ Տեսեք, քանի որ դուք արդեն փորձ ունեք, ով է այդ ճանապարհին ձեզ աջակցել, օգնել, ոգևորել։ Ես սկսեմ ընկերանալ, սկսի։ Ինձ թվում է իհարկե պատասխաններից մեկը ծնողներն են, որովհետև ծնողները համենայն դեպս շատ կարևոր է ծնողների աջակցությունը եւս քո որոշումների հարցում, կոնտրությունների հարցում եւ իհարկե ընկերներս, անպայման նրանց էլ կնշեմ, իմ ընկերները ինձ միշտ գրեթե սատարում են իմ մտքերին, իմ որոշումներին եւ երբ որ ես հուսալքված եմ լինում կամ տխուր եմ լինում, նրանք ինձ ոգեշնչում են անպայման։ Բայց իհարկե կնշեմ ամենակարևոր մարդուն եւս ինքդ քեզ, որովհետեւ եթե դու չլինես, եթե դու չոգեշնչես քեզ, վստահություն չներշնչես, ոչ ոք չի անի դա։ Դու պատրաստ պետք է լինես, որ ինչ-որ պահ կգա կամ ինչ-որ որոշում կգա, որ կարող է հիասթափեցնել կամ տխրեցնել մնացածին, բայց դու պետք է դա կատարես։ Իմ դեպքում եւս ինձ ոգեշնչող ընտանիքն ու ընկերներն են, բնականաբար ու ես ինքս։ Ու քանի որ մենք սիրում ենք ավելի կենտրոնել բացասականի վրա, քան դրականի, մենք շատ հաճախ անտեսում ենք այն ամենը, ինչ այս պահին մենք ունենք, այս պահին կարողացել ենք ձեռք բերել։ Ես բարբերաբար փորձում եմ ինձ հիշեցնել, թե ինչի միջով եմ անցել, ինչպիսի ճանապարհ ունեմ, ինչպիսի բարձունքներ ու ձեռքբերումներ ունեմ, ու դա օգնում է առավել հավատալ ապագային, որովհետեւ արդեն իսկ մեր ճանապարհի մեծ մասն ենք անցել։ Իսկ ապագան կառուցելիս մարդը կարող օրինակ միայնակ կառուցի այդ ամեն ինչը, առանց որևէ այլ մարդու աջակցության, ինքը ինքնուրույն որոշի իր ապագան։ Մեր հասարակությունում, հա, եթե վերցնենք։ Եթե ամբողջովին միայնակի մասին ենք խոսում, իհարկե ոչ, ինձ թվում է միշտ պետք է ունենալ աջակից մարդիկ կամ այնպիսի մարդիկ, ովքեր որ քեզ խորհուրդ կտան, կոգեշնչեն եւ առաջ կտանեն։ Ամբողջովին միայնակ անհնար է հասնել այն ամենին, ինչին որ ուզում ես հասնել, եւ ինչպես նշեցինք, մեր կյանքում էլ մեր ճանապարհին էլ ընկերանան էլ նշած, որ շատ մարդիկ են եղել, ովքեր որ մեզ օգնել են, որպեսզի մենք հասնենք այն ամենին, ինչին որ այսօր հասել ենք։
Ես ամբողջությամբ համամիտ եմ Գերայդայի հետ ու կարծում եմ, որ ունենալով նման մարդկանց մենք նաև պիտի պատրաստ լինենք օգնություն խնդրել ու ստանալ։ Շատ կարևոր բան նշեց Գերաննան, որովհետև մենք շատ հաճախ չենք ուզում չէ օգնություն խնդրել, օգնություն ուզել մտածելով, որ այո, մենք թույլ ենք, բայց իհարկե դա ճիշտ չէ, պետք է կարողանալ ճիշտ պահին ճիշտ մարդկանց գտնել ու հիմնականում կյանքը այնպես է, որ բերում է ճիշտ մարդկանց ճիշտ պահին։ Եկեք մի պահ էլ անդրադառնանք օրինակ ինչպես է ինքնավստահությունը ձևավորվում եւ հետո արդեն խոսենք ուսուցիչները կամ մենթորները ինչպես կարող են աջակցել այս ճանապարհին, հա, որ ունենան կայուն ինքնագնահատական եւ կարողանան իրենց ապագան արդեն հստակ կառուցել։ Դե ինքնավստահությունը շատ փոքր տարիքից է դեռ ձևավորվում։ Երբ որ ծնողը գնահատում է եւ ասում է իր երեխային, որ դու լավն ես, դու արժանի ես, դու կարող ես, հա, տվյալ ռուսական բառեր է օգտագործում ու ցույց է տալիս, որ ինքը իր կողքին է, ծնողը իր երեխայի կողքին է, միանշանակ տվյալ երեխան որպես հոգեբան Գերաննան էլ կարող է իհարկե խոսել այս թեմայով, ինձ թվում է երեխան ավելի ինքնավստահ դառնա հետագայում ապագայում իր որոշումները կայացնելիս, որովհետև նախ եւ առաջ վստահ է, որ ծնողը իր կողքին է կանգնած, երկրորդ հերթին էլ ինքն իր վրա է վստահ, որովհետև ինքը միշտ իմացել է, որ ինքը կարող է եւ ուժեղ է։ Ես ամբողջությամբ համամիտ եմ Գերայդայի հետ ու արդեն կախված մանուկ հասակից արդյոք այդ ինքնավստահությունը տրվել է ծնողի կողմից, երեխան կարող է կամ հետագայում ունենալ, կամ ընդհանրապես չունենալ։ Այո, բայց իհարկե հենց որ երկրորդ հարցի պատասխանել միանգամից նշեմ, ուսուցչի ու մենթորի դերը, հա, ինչու՞մն է։ Այ օրինակ կան երեխաներ, ովքեր որ ինքնավստահություն չեն ձեռք բերել փոքր տարիքից կամ այնքան ինքնավստահ չեն, որպեսզի կարողանան առաջ շարժվել։ Այ հենց այստեղ էլ արդեն օգնում են հենց այն մեր կյանքում այն մարդիկ, ովքեր որ պետք է օգնեն մեզ էլի ձեռք բերել այդ ինքնավստահությունը մեր կյանքի ավելի ուշ փուլերում։ Հենց նույն ուսուցիչները, մենթորները, օրինակ նոր լույսում հենց մենթորի դերերից մեկը նա է, որ ինքը երեխային դեռահասին խոսի, հասկացնի, որ իհարկե ինքը կարող է, ինքը ուժեղ է եւ չկա այնպիսի մարդ, ով որ չաշխատի եւ ինչ որ բանի չհասնի։ Հենց ինձ թվում է կարևորագույն դերերից մեկը դա է մենթորի։ Գերայդան շեշտեց մենթորի դերը, ես շեշտեմ այս դեպքում ուսուցչի դերը։ Ուսուցչի դերը եւս շատ կարևոր է, որովհետեւ կրկին, եթե օրինակ ընտանիքից երեխան դուրս գացած ինքնագնահատականով կամ միգուցե հակառակը բարձր, միևնույն ժամանակ ազդեցությունը դպրոցում ուսուցիչների կողմից շատ մեծ է։ Ու հիմա փորձում են այդ ամենը շտկել, օրինակ ավելի կենտրոնանալ ոչ թե պատժելու, այլ խրախուսման վրա, եւ կարծում եմ, որ դա ամենափոքրիկ քայլերից մեկն է, որը կարող է երեխայի մոտ վերականգնել ինքնագնահատականը, իր ինքնավստահությունը, բայց աստիճանաբար բնականաբար ոչ կյանքի բոլոր իրավիճակներում կկարողանա դա ստաբիլ պահել, ու կարծում եմ, որ այստեղ արդեն օգնում է մենթորը դեռահասության տարիքում, որն էլ արդեն օգնում է առավել ինքնավստահ մտնել երիտասարդության տարիք։ Բայց մի հատ կարևոր բան ասեմ, Գերաննան բարձր ինքնագնահատականը շեշտեց, նաև մեզ հնարավոր է իհարկե հակառակ պատկերը չէ ստացվել, որ մեզ անդադ օրինակ ասեն փոքր ժամանակ, որ ամեն ինչ լավ կլինի, քո ամեն ինչ կստացվի, բայց մենք պետք է նաև դեռահասներին կամ ընդհանրապես երեխաներին, մարդկանց պատրաստենք նրան, որ ինչ որ բաներ կլինեն, որ չի ստացվի, ինչ որ բաներ կլինեն, որ մեր ուզածով չի գնա, հա, մենք չենք հայտնվի այնտեղում, որտեղ որ կուզենայինք հայտնվել։ Ու հենց այդ պահերն էլ իրականում մեր կյանքում շատ ավելի կարևոր են, կարելի է ասել, որովհետև հենց այդ պահերին է, որ մենք կյանքը մեզ փորձարկում է, տեսնում է, արդյոք մենք կկարողանանք դուրս գալ կամ միգուցե իրականում սա այն էր, ինչ մեզ պետք էր, բայց մենք դեռ չենք հասկանում, որ սա իրոք այն էր, ինչ մեզ պետք էր։ Դրա համար նաև կարևոր է շեշտել կյանքի հակառակ կողմը ևս։ Միանշանակ համաձայն եմ ձեր հնչեցրած կարծիքների հետ, իրոք երբ որ ընտանիքում նկատում ենք բացեր, որոնք չեն վերացվում այդտեղ, այստեղ արդեն բարձրանում է դերը դպրոցում, որտեղ ուսուցիչների կողմից պետք է լինի աջակցությունը եւ նմանատիպ ՀԿ-ներում, որտեղ կարող են մենթորության շնորհիվ աջակցել դեռահասին, որովհետեւ ինչպես գիտենք բոլորս դեռահասության շրջանը ունի շատ բարդույթներ, որոնց մասին պետք է խոսել, բարձրաձայնել, որ բնականաբար հակառակ արդեն աջակցություն է ստանան մյուս կողմից։ Օրինակ, եթե մենք նկարագրենք ձեր ճանապարհը անցած, հա, ապագայում թեկուզ ինչ որ ուզում եք կերտել, ինչպիսի ճանապարհ այն կլիներ։ Ինձ թվում է իմը ֆանտաստիկ ժանրի ճանապարհ է, այդտեղ կա ամեն ինչ, որովհետև ես էլ եմ շատ սիրում իմ կյանքում զբաղվել տարբեր բաներով, տարբեր հետաքրքրություններ ունենալ ու ինձ թվում է այն շատ գունեղ է, շատ հետաքրքիր է եւ ես հաճույքով եմ քայլում այդ ճանապարհով։
Հետաքրքիր էր, Աննա ջան, իսկ դուք Իմը մի փոքր առավել ռեալ է։ Ավելի քարքարոտ է, գույները մի փոքր քիչ են, բայց ավելի հանգստության տանող գույներ են, կարելի ասել, ոչ թե սև սպիտակ կամ անգույն որևէ ապակա։ Կարծում եմ, որ բարդ է լինելու, բայց կրկին չհանձնվելու առումով, ինքնավստահության եւ աջակիցներ ունենալու առումով մեր ապական կարծում եմ, որ կհասնի այն կետին, որին մենք ցկտում ենք։ Հետո ճանապարհին ես ու Ընկերաննան մի հանկարծ իրար ենք հանդիպում, ես մի փոքր գույներ եմ տալիս, Ընկերաննանը մի փոքր ռեալիզմ է տալիս, ես էլ եմ ուզում միանալ ձեզ այդ ճանապարհին, միասին քայլենք։ Դուք ինչ կբերեք մեր ճանապարհին։ Ես ձեր ճանապարհին կբերեմ հավանաբար նորից ինչ որ գույներ հետաքրքիր, որովհետև ես էլ շատ հետաքրքրասեր մարդ եմ, հաստատ կուզենայի, որ տարբերին, օրինակ միտեղ բարձր, ցածր, քարքարոտ, որովհետև պետք են այդ կյանքում կարծում եմ հետաքրքրությունները, որ միապաղաղ ու հարթ չընտանա, էլի ամեն ինչ։ Կարծում եմ այդպես հետաքրքիր կլիներ մեր ճանապարհը։ Քանի որ մենք բավականին հետաքրքիր քննարկում ունեցանք, ես կուզենայի նաև ասեիք մեկ խորհուրդ, որը կտայք օրինակ երիտասարդներին, դեռահասներին, իրենց ապական կառուցելու ընթացքում, օրինակ ինչ նրանց խորհուրդ կտայիք։ Ես ամենաառաջինը կշեշտեի երևի թե իհարկե չհանձնվելը, բայց այնքան անռեալ է թվում այդ խորհուրդը այն բայերին, երբ որ ամեն ինչ կուտակվի սևամբերեն, կուտակվի փոքրին ու ամեն ինչ շատ բարդ է իհարկե, բայց ես այդ պահին խորհուրդ կտայի միշտ հիշել, որ տվյալ իրավիճակը անցնելու է եւ երբ որ 1 ամիս անցնի, 1 տարի անցնի, մենք մտածելու ենք, այսինչ հիմարության վրա եմ, ես իմ էներգիան ժամանակը ջանքերը ծախսել, սողոմոն իմաստունն է ասել ու մատանի ունեցել, ասել է, էս էլ կանցնի ու ես միանշանակ համաձայն եմ այդ մտքի հետ, այդ դժվար պահերին ինձ թվում է մենք պետք է մեզ անընդհատ հիշեցնենք, որ էս էլ կանցնի։ Ու իհարկե խորհուրդ կտամ այդ պահերին զբաղվել ինքնախնամքով, անել այն, ինչ որ դու սիրում ես, որպեսզի հիշես, թե ինչքան կարևոր է ինքդ քեզ սիրել եւ ինքդ քեզանով զբաղվել։ Ես նախ եւ առաջ խորհուրդ կտամ այս դեպքում կարևորել սեփական կրթությունը, սեփական զարգացումը, որովհետեւ երբ մարդն ունի կրթության ու զարգացման որոշակի աստիճան, արդեն սկսում է հարգել իրեն այլոց հետ հարաբերություններում կամ այլոց հետ վարքում։ Ու նաև խորհուրդ կտամ հավատալ ինքդ քեզ, որքան էլ օրինակ մյուսները չհավատան կամ որքան էլ մյուսները փորձեն խեղաթյուրել քո պատկերացրած ապական, կարևոր է ինքդ քո նկատմամբ հավատը պահել ու շարժվել առաջ, ու այստեղ կարևոր է նաև, ասում են, երջանկության մասին լրում են։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետև երբ երջանկությունը եւ նպատակը քո ներսում է, այն առավել իրական է թվում։ Իսկ երբ փորձում ես բարձրաձայնել, կորցնում է իր ուժը, կարևորությունը, հետաբար կարևոր է շարժվել առաջ, նույնիսկ եթե քեզ չեն հավատում, եւ վերջում արդեն ամեն ինչ կունի հակառակ պատկեր։ Շատ գեղեցիկ Ընկերանն ասաց ու նաև մեկ բան էլ եմ ուզում ասել, որ մենք միշտ կարող ենք եւ պետք է օգնության դիմենք միշտ։ Հենց ինձ թվում է նոր լույսի առաքելությունից մեկն է, որպեսզի դեռահաս աղջիկները կան այստեղ իհարկե խոսեն, արտահայտվեն եւ ստանան տվյալ աջակցությունը։ Ուզում եմ ասել, որ օրինակ Գյումրիում կա նոր լույս կազմակերպությունը եւ դեռահաս աղջիկները բոլորս ցանկության կարող են մասնակցել ծրագրին։ Ինձ թվում է միշտ կարող են գտնել ինչ-որ մեկին կամ ինչ-որ տեղ, որտեղ որ կարողան գնալ եւ աջակցություն ու օգնություն խնդրել այդտեղից։ Եվ որպես ամփոփում ուզում եմ ասել, որ ձեր հնչեցրած բոլոր տարբերակները եւ խորհուրդները կլինեն այն հստակ քայլերը, որով մենք ել ավելի կմոտենանք մեր երազած ապագային, ինչպես որ պատկերացնում ենք մեր կյանքը, ապագան, նպատակները իրականացրած։ Իրոք շատ շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար եւ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա իմ հյուրերն էին Նոր լույս ՀԿ-ի խմբային հանդիպումների պատասխանատու Այդա Վարդանյանը եւ անհատական հանդիպումների պատասխանատու Աննա Գալստյանը։ Շնորհակալ եմ, դե ինչ կհանդիպենք հաջորդ թողարկման ընթացքում։ Հաջողություն։ Հաջողություն։